Գոնե մի պարզաբանում տան, ո՞վ պիտի տա, մեր ղեկավար մարմին աշխատենք, ախպեր, մեզի փոխհատուցում չի տալու ինքը։ Անորոշ է Մուլտիստոուն քարամշակման գործարանի ապագան, աշխատակիցներն ահազանգում են 10 օր է կապարակնքված են գործարանի դռները, իրենց գլխին կուտակված են վարկեր, պարտքեր, կոմունալ վճարներ։ Մինչև հիմա ոչ մի բան չեն ասում, որ իմանանք երբ է բացվել գործարանը, երբ մենք հնարավորություն ունենալու աշխատենք, չէ որ մեր միակ եկամտի աղբյուրն այս գործարանն է։ Մարդիկ այս գործարանով կոմունալ են վճարում, ուսանող են պահում, տարեց հիվանդ հասակակիցներ են պահում, ծերունիներ են պահում։ Մի խոսքով ինչ կարամ ասեմ, խնդրում եմ մեր խնդրանքներն մեր գործարանը բաց է։ Մուլտիստոունի աշխատակիցները Կոտայքի մարզպետի հետ հանդիպում են պահանջում, ասում են պարապուրտի 10 օրերի ընթացքում ոչ մի պաշտոնյա իրենց չի հանդիպել, անթիվ ոստիկաններ են եկել միայն հսկել բողոքի ակցիաները։ Փոխանական մի պատասխան տան գվարձա են բերում վրներս։ Մեր պահանջը գոնե մարզպետ, լավ, մարզպետ ունենք, Կոտայքի մարզպետ, հրավիրում եք հանդիպման։ Եթե իհարկե լսում է, կամ կսպասենք մինչև իր արձագանքին։ Գործարանի աշխատակիցները վստահեցնում են կտրուկ քայլերի են դիմելու, եթե չվերադառնան աշխատանքի։ Ընդգծում են շարքային քաղաքացիները քաղաքական առճակատումների զոհ չպետք է դառնան։ Շարքային աշխատողը մեղավոր չի, քաղաքականությունով չի զբաղվում։ Ամեն ինչի պատրաստ ենք, որովհետև էլ չգիտենք ինչ անենք, ճարներս կորցրել ենք։ Եթե մեզի երկիրը չի ուզում աջակցի, ուրեմն մենք էլ ամեն ինչ պետք է անենք, որ գոնե կարողանանք մենք մեր ընտանիքները պահենք։ Նիկոլ Փաշինյանին ուղված պահանջ ունեն անգործ մնացած այս մարդիկ, ժամ առաջ բացել գործարանը, հարյուրավոր ընտանիքների համար չստեղծել ֆինանսական մեծ խնդիրներ։ Դուրս է գալի Հայաստանում ոչ թե տնտեսություն են զարգացնում, այլ տնտեսությունը քանդում են։ Ներկա պահին Հայաստանում քանի հատ գործարաններ կա, որ այս պահին փակ է։ Կարող եք ասել, ոչ, 15000 աշխատող այս պահին ոչ աշխատունակ է։ Դուրս է գալի, որ տնտեսությունը քանդվում է։ Մուլտիստոունի աշխատակիցները հայտարարում են վաղը կառավարություն են գնալու, իրենց պահանջը անձամբ Փաշինյանին հայտնելու։ Լիլիթ Խալաթյան, Էդգար Ղուշչյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։